Պարուհի բլոգեր Էլեոնորա Պետրոսյանը իր ինստագրամյան էջում սկանդալային դեպքերից հետո հրապարակում է արել, որի շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, քանի որ այս դժվարին օրերին դուք բոլորդ եղել եք իմ կողքին, չնայած որ բաց թողեցին հնարավորությունը պատասխանելու նամակներին, ուզում եմ ասել, որ ձեր լավ խոսքերն ու աջակցությունն են ուժ տվել ինձ, դուք իրականում հրաշք եք եւ ես խորապես հուզված եմ, ես յուրաքանչյուր խոսքին վերաբերվել եմ մեծ երախտագիտությամբ ու անկեղծորեն հուզվել եմ, իմանալով, որ կան մարդիկ, ովքեր իրոք լավն են ու պատրաստ են օգնել, նույնիսկ ամենադժվար պահերին։ Կներեք, որ չեմ կարողացել անձամբ պատասխանել բոլոր նամակներին, քանի որ դրանց թիվն իսկապես շատ էր, բայց այսպիսի հսկայական աջակցության համար ձեր բոլորին շնորհակալ եմ։ Աստված օրհնի ձեզ եւ թող ձեր կյանքը լցված լինի միայն բարությամբ ու օրհնությամբ։ Անչափ գնահատում եմ ձեր յուրաքանչյուր բառն ու խոսքը, շնորհակալ եմ ձեր հոգատության ու սիրո համար։ Հավելենք նաև, որ օրեր շարունակ համացանցում քննարկվում էր պարուհի բլոգեր Էլեոնորա Պետրոսյանի եւ նրա ամուսնու Ալբերտ Աղաջանյանի ամուսնալուծությունը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ այս դեպքին եւս անդրադարձել ենք։ Պարուհի Էլեոնորա Պետրոսյանը արմնուր լրատվականի այցրույցում խոսել է այս օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվող մի թեմայի իր եւ իր նախկին ամուսնու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնու վերաբերյալ կեղծ մատնություն տալու, երեխաներին ամուսնու առևանգման եւ մի շարք այդպիսի թեմաների մասին։ Էլեոնորա Պետրոսյանի խոսքով նա չի ցանկանում, որպեսզի այս թեման շարունակվի եւ շարունակվի քննարկվել համացանցում, քանի որ ինքն ունի երկու մանկահասակ երեխաներ եւ այդ երեխաները տարիներ հետո, երբ տեսնեն այս հրապարակումները, իրենց համար դժվար կլինի։ Էլեոնորա Պետրոսյանը խոսել է ու նշել, որ ինքը չի ասել ոստիկանությունում, որ ամուսինը տանը զենք է պահում։ Ոստիկանները մի քանի հարցեր են հնչեցրել, ինչին ի պատասխան Էլեոնորան պարզապես պատասխանել է եւ որպես այդպիսին ինքը չի մատնել իր ամուսնուն։ Դե իսկ խոսելով իր ընտանիքի եւ փլուզման մասին Էլեոնորան ասել է, որ ինքը տարիներ շարունակ փորձել է պահել իրենց ընտանիքը, սակայն ինչպես ինքն է նշում, միայն իր կողմից չէր կարող պահպանվել ընտանիքը։ Էլեոնորան իր խոսքում նշում է, որ բազմապիսի դեպքեր են եղել եւ իրադարձություններ, որոնք կարող էին ստիպել իրեն գնալ բաժանման քայլի, սակայն ինքը պահել է ընտանիքի մոդելը, ցանկացել է, որպեսզի իր երեխաները ապրեն եւ մեծանան հայրիկի եւ մայրիկի հետ, սակայն ինչպես պարուհին է նշում, ունենք այնինչ, որ ունենք, փոխել այլևս անհնար է ինչ-որ բան։ Էլեոնորան իր խոսքում նշում է, որ կարդացել է մի շարք մեկնաբանություններ, որոնք իրեն ցավ են պատճառել։ Պարու խոսքով չի կարելի առանց իմանալու, թե ինչ է տեղի ունեցել, մեղադրել եւ վիրավորել մարդկանց։ Հավելենք նաեւ, որ Էլեոնորան իր խոսքում նշել է, որ ինքը բազմաթիվ անգամներ ներել է ամուսնու դավաճանությունները, սակայն եկավ պահ, որ իրենց հարաբերություններում ամեն բան վերջացավ։ Պարուհին իր խոսքում նշել է, որ նախքան ամուսնանալ ինքն այլ կյանք է պատկերացրել, սակայն ամուսնությունից հետո օր-օրի հասկացել է, որ իր պատկերացումներն ու իրականությունը մեկը մյուսին չեն համապատասխանում, բայց դա չի ստիպել իրեն թուլանալ, նա շարունակել է պայքարել ու հանուն իր ընտանիքի ապրել, սակայն հնարավոր չի այլևս փրկել։ Հավելենք նաև, որ Էլեոնորան մի քանի անգամ իր խոսքում նշեց, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություններ գրվեն համացանցում իրենց մասին եւ չի ցանկանում, որ նմանատիպ հրապարակումներ լինեն, քանի որ չի ցանկանում, որպեսզի իր երեխաներն ապագայում տեսնեն այդ ամենը։ Էլեոնորայի խոսքով այս ամենը PR էր հակառակ կողմից։ Երեկ Արմլուրը հայտնել էր, որ խմբագրություն են ահազանգել փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը եւ Նարեկ Վարդանյանը։ Վերջիններս պնդել էին, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախկին ամուսին Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել եւ զենք չի հայտնաբերվել, կա հարուցված քրեական գործ։ Կայքը կապվել էր Էլեոնորա Պետրոսյանի հետ, ում փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձել էր եւ հայտնել, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու առևանգել եւ գողացել է մանկապարտեզից երեխաներին, հագցնելով ուրիշ երեխաների շորեր առանց մորը եւ դայակներին տեղյակ պահելու, մի քանի օրով կորել է եւ չի պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։ Այսօր փաստաբան Վաչե Ալեքսանդրյանը եւ Նարեկ Վարդանյանը կրկին ահազանգել են խմբագրություն ու հակադարձել Պետրոսյանի փաստաբանին։ Նախ ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ պաշտպանյալս Ալբերտ Աղաջանյանը սույն թվականի հոկտեմբերի 1-ին իր երկու անչափահաս երեխաներին չի առևանգել եւ չի գողացել մանկապարտեզից, միայն այն պարզ տրամաբանությամբ, որ Ալբերտ Աղաջանյանը հանդիսանալով երեխաների հայրը, օգտվելով իր հայրական պարտականություններից, մոտեցել է մանկապարտեզ, որտեղ աշխատակիցները ճանաչել են հորը եւ վերցրել է իր երեխաներին։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը տեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են հոր մոտ, սակայն չհամակերպվելով այդ հանգամանքին, ցանկացել է շինցել
ցույցու եւ իրականությանը չհամապատասխանող հաղորդում ներկայացնել նոր Նորքի ոստիկանության բաժին։ Ցանկանում եմ հայտնել, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ սեփական հայրը չի կարող կողանել կամ առևանգել իր երեխաներին, այլ միայն ցանկացել է, որ մի քանի օր երեխաները բնակվեն իր հետ։ Ինչ վերաբերում է ուրիշ երեխայի շորեր հագնելուն, դա եղել է մանկապարտեզի աշխատակցու շփոթման արդյունք, քանի որ Ալբերտ Աղաջանյանը չէր կարող գուշակել, թե ինչ հագուստով են գնացել իր երեխաները մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ առավոտյան մայրն է տարել, իսկ հեռախոսազանգերին չպատասխանել եւ երեխաների գտնվելու վայրը չհայտնելու հանգամանքը չի համապատասխանում իրականությանը։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը քաջատեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են իրենց հոր մոտ։ Ինչ վերաբերում է նախաքննական գաղտնիք հրապարակելուն, ապա նշեմ, որ ինչպես Արմինե Օհանյանն իր զրույցում է նշում, որ քրեական մասնագիտացում չունի, այդպես էլ պարզ է դառնում վերջինիս պնդումներից, քանի որ պաշտպանական կողմի հայտնածները որևէ կերպ չեն կարող համարվել նախաքննական գաղտնիքի հրապարակում, իսկ այն դեպքում, որ Արմինե Օհանյանը չի հանդիսանում սույն քրեական վարույթով ներգրավված անձ, սակայն հայտնում է տեղեկություններ դրա մասին, ապա ըստ պաշտպանական կողմի այստեղ առկա է նախաքննական գաղտնիք հրապարակելու տարրեր հենց Էլեոնորա Պետրոսյանի կողմից, քանի որ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթի մասին տեղեկություններ վերջինս է հայտնել Արմինե Օհանյանին, ով կրկնում եմ, որևէ առնչություն չունի եւ ներգրավված չէ սույն վարույթով։ Էլեոնորայի փաստաբան Օհանյանն էլ հայտարարել է. նշեմ, որ եթե երկու փաստաբանները ուշադրություն չեն դարձրել երկու անգամ իմ կողմից հնչող ճակերտավոր բառին կամ չեն ընկալել դրա իմաստը, ապա մեկնաբանություններն անիմաստ են։ Հավելենք նաև, որ Էլեոնորա Պետրոսյանի փաստաբանը նշել է վստահորդի խորին համոզմամբ փաստաբանները հատուկ երահազանգել խմբագրություն գործը հանրային դարձնելու եւ ենթադրաբար ինքնագովազդ կազմակերպելու համար, քանի որ ոչ իմ վստահորդի կողմից գործը չի հրապարակվել, առավել եւս ԶԼՄ-ների միջոցով ենթադրյալ PR կազմակերպելու նպատակով։ Փաստաբանը նշել է, որ իր կողմից այլևս մեկնաբանություններ չեն տրվելու։ Հավելենք նաև, որ մեկնաբանություններում համացանցային օգտատերերը մեղադրում են երկու կողմին։ Շատերը մեղադրում են Էլեոնորա Պետրոսյանի ամուսնուն, նշելով, որ նա չպետք է հանրային դարձներ այս թեման անկախ ամեն ինչից, քանի որ ընտանիքն ունի երկու երեխա եւ այդ հանգամանքը հաշվի առնելով չպետք է հանրային դարձնել այս թեման։ Շատերն նշում են, որ Ալբերտը դիտմամբ է այս ամենն արել, նա ցանկանում է ամեն կերպ խայտառակել հայտնություն ունեցող իր կնոջը, ինչպես նաև փորձել զրկել մայրական իրավունքներից։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք այն մասին, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանն ու նրա ամուսինը Ալբերտ Աղաջանյանը ամուսնալուծվել են։ Հետևորդները նկատել էին, որ պարուհու ինստագրամյան հարթակում ասես բացակայում են հրապարակումներն ամուսնու մասնակցությամբ, դե իսկ երեկ էլ վերջինս հարց ու պատասխան է կազմակերպել ինստագրամյան հարթակում, որտեղ հարցերի 90%-ը եղել են ամուսնալուծության վերաբերյալ։ Պարուհին վերջ է տվել բոլոր խոսակցություններին, պատասխանելով, որ այո, ինքն ամուսնալուծված է։ Մնացած բոլոր հարցերին պարուհին պատասխանել է, նշելով իր հավատն առ Աստված, նշելով, որ իր յուրաքանչյուր քայլում Աստված իր հետ է եւ ինքը հավատում է դրան։ Այն հարցին արդյոք իրեն մեղավոր է համարվում բաժանման հարցում Էլեոնորան նշել է. իհարկե ոչ։ Նշենք նաև, որ պարուհու ամուսնալուծությունը մի քանի ամսվա վաղեմություն ունի։ Պարուհին այս ամիսների ընթացքում փորձում էր ամեն կերպ ներկայացնել, թե իր մոտ ամեն բան լավ է, սակայն հետևորդների աչքից, ինչպես միշտ, ոչինչ չի վրիպում։ Նրանք նկատել էին, որ Էլեոնորան ամուսնալուծվել է, դե իսկ երեկ էլ վերջինս վերջնականապես հայտարարեց քննարկվող լուրը։